Գիտեք ինչի մասին եմ ուզում խոսամ, արարչության, զորության ուժի մասին եմ խոսում։ Ուզում եմ հասկանանք, որ Աստված արարիչ Աստված է, ու Աստված զորության Աստված է, ճիշտ է։ Ու այսօր մի քիչ կխոսամ այդ զորության մասին, որ այդ զորությունը բնակվում է մեզանից ամեն մեկի մեջ, որ ամեն մեկիս կյանքի մեջ կա Տիրոջ զորության, արարչության մասնիկը, ուղղակի երբեմն օգտագործում ենք, երբեմն չենք օգտագործում։ Մեկ-մեկ պետք է, մեկ-մեկ պետք չի, հա։ Ոնց որ սենց լինի։ Ուզում եմ այսօր մի քիչ դրա վրա շեշտադրում անեմ ու կարևորություն անեմ, բայց մինչ անցնեմ ծառայությանը, ուզում եմ վկայություն տամ։ Մեր քույրիկներից մեկը ուներ երկրորդ կարգից չորրորդ կարգի չարվորակ ռակ, հա։ Ու դա իր զոհի մոտ էր, սեպտեմբերին պետք է ինքը վիրահատվեր, ու բժիշկները հեչ լավ բան չէին ասում, բոլոր վկայությունները այդ բժշկական թղթի շատ վատն էին, երբ որ բժիշկը գրել էր ու շատ վատ էր, ու ինքը երբ որ քնում է, երազ է տեսնում, երազի մեջ գնում է խանութ ու խանութ մտնելից ինձ է տեսնում երազի մեջ, հովին է տեսնում, ու հովը մոտենում ասում է ինչ ես ուզում, ասում է հաց եմ ուզում, ու գիտես ասում է լավ ես հիմա կբերեմ, ասում է խանութը նման չէր խանութին, ավելի շատ ոնց որ կաֆեի նման լիներ, ու ասում է հովը եկավ ու ինձ տվեց ու մատ թափ տվեց իմ վրա ու ասեց ամեն մեկին չեմ տալիս, ու երբ որ արթնացավ զանգեց այդ երազը վկայեց, պատմեց, ասում եմ գիտես երազի մեջ քո հովիվը դա Հիսուս Քրիստոսն է, ու հիշում եք երբ որ այն կնոջը ասեց երեխեքի հացը լավ չի շներին տալ, հացը դա բժշկությունն է, ու ինքը գնաց բժշկի ու բժիշկները նույնից բիապսիա արեցին իրան ու ասեցին վիրահատությունը ընդհանրապես ոչ թե հետաձգվում է, վերանում է, դեղորայքը հանվում է, ասում է բա ինչ դեղեր խմեմ, ասում է վիտամին խմի։ Եթե ճշում ունենաս, ճշման դեղ խմի, ես էլ ասում եմ, եթե գլխացավունք ունենաս, գլխացավի դեղ խմի, հա, վերջ, Աստված բժշկեց, Աստված վերացրեց, այն ինչ որ վատն էր, գիտես ուզում եմ ասեմ, Աստծո ձեռը չի կարճացե, որ մեզ օգնի, Աստծո ձեռը չի կարճացե փոխի մեր իրավիճակները, Աստված շահագրգռված է իմ ու քո կյանքով, որ մեր կյանքը բարելավի, որ մեզ բժշկի, որ մեզ ուրախ տեսնի, եթե Աստված անտարբեր լիներ, հենա չեր ասի, ուրախ եղեք, դարձյալ ասում եմ ուրախ եղեք։ Ուզում եմ հասկանաս, որ Աստված ինչքան քո կողմից է, ուզում եմ հասկանաս, որ Աստված ինչքան սիրող հայր է։ Քրիստիկը եկել էր աղոթքի ու աղոթքի ժամանակ վկայում ասում է, երբ որ մեր երեխան 75% խմել էր քացախ, ու ասում է պետքա ներսը ամբողջովին վառված լիներ, ու ասում է բժիշկը եկավ ասեց վատ տրամադրվեք ձեր երեխայի առողջության հետ կապված հարցերում, եթե ինքը ոնց որ ամեն ինչ նորմալ է լինի, միևնույն է ձայնալարերը վնասված կլինի, ինքը էլ չի կարա խոսա։ Ու ասում է հենց այդ պահին դու զանգեցիր ու ասեցիր կարաս երեխուդ տեսնես առողջ, կարաս երեխուդ իրավիճակը փոխած տեսնես քո կյանքում, կարաս տեսնես քո երեխան դպրոց է գնում, կարաս տեսնես քո երեխան առողջ է, ու ասում է հենց ասեցիր, սկսեցի հեռախոսով միանգամից մանգալ դպրոցական շորեր իմ երեխու համար, ու ասում է իրավիճակը փոխվավ, այս վերջերս գնացել էր բժշկի, բժիշկները ստուգել էին ու ասել էին սա հրաշք է, հետք էլ չկա, որ երեխան խմել է այդ 75%-անոց քացախ, ուքսուսը քացախն է, չէ, ճիշտ եմ ասում, չէ, քացախը խմել է, ասում է, հետքերն էլ չկա, դա աննարին բան է, գիտես մի պուճուրիկ երեխա խմել է ու ոչ մի բան չկա, բժիշկները վկայում են, որ սա հրաշք է, գիտես սա քո հավատքի հրաշքն է, սա քո աղոթքի հրաշքն է, սա քո ճիշտ մտածելակերպի հրաշքն է, սա ճիշտ տրամադրվածությանը հրաշքն է, ես դրա համար այսօրվա վերնագիրը դրել եմ առողջության զորության ուժը, ոնց արարեց Աստված երկինքն ու երկիրը, ասում է թող այս ջրերի մեջ հաստատություն ձևավորվի, թող հաստատության մեջ ձևավորվի երկինքն ու երկիրը, թող երկրի վրա ձևավորվի բուսական ու կենդանական աշխարհը, ծովերը ձևավորվեն եւ նրա մեջի կենդանական աշխարհը ձևավորվեն, թող լուսատուները ձևավորվեն ու այդ ամենը Աստված արարեց խոսքի միջոցով։
Գիտես, խոսքի մեջ կա զորություն։ Խոսքի մեջ կա ուժ, որ փոխում է իրավիճակները։ Ինչի ենք մարդկանց հիվանդների կյանքի մեջ խոսում բժշկություն։ Ինչի ենք խոսում կյանք մարդկանց կյանքերի մեջ, եթե մարդու կյանքի կլետկաները մահացել են։ Գիտես, կա զորություն քո խոսքերի մեջ։ Այսօր ուզում եմ, որ մենք հասկանանք, ինչ ենք խոսում մեր կյանքում։ Գիտես, Աստված ամեն բան արարեց խոսքով։ Ամեն բան, բայց մարդուն ասեց, եկեք ստեղծենք մեր նմանությամբ ու մեր պատկերով։ Այսօր դու ստեղծված ես Աստծո նմանությամբ ու Աստծո պատկերով։ Այնքան կարևոր է, որ մենք հասկանանք, որ մենք Աստծո նմանությամբ ենք։ Մեր խոսքերը ունեն ստեղծող, կառուցող ուժ, երբ որ մենք ստեղծող, կառուցող խոսքեր ենք խոսում։ Մեր խոսքերը ունեն մահվան ուժ, երբ որ մենք մահ ենք խոսում մեր կյանքերի մեջ։ Ո՞վ է խոսում մեր կյանքերի մեջ մահ։ Միթե մենք կարող ենք այդպես բան խոսանք։ Բա ինչ ենք ասում, այս ինչ անհաջողություն է։ Բա ինչ ենք ասում, այս ինչ կյանք է։ Բա ինչ ենք ասում, ինչի ձեռս գցում եմ չորանում է։ Միթե սա մահ կրող խոսքեր չի։ Այս ինչ երեխեք են։ Էդեն մենք դառան այս ինչ երեխեք։ Այս ինչ անհաջողություն է, տեսնում ենք դառան այս ինչ անհաջող։ Կարանք մեր խոսքերը փոխենք։ Երբեմն ինձ երիտասարդներից մեկը հարց տվեց, ասեց, «Հոյ դու երջանիկ մարդ ես», ասում եմ շատ։ Ինչի՞ չէ։ Ծնողներս առողջ են, փառք Աստծո։ Ունեմ հրաշալի կին, ունեմ հրաշալի երեխաներ, շրջապատված եմ հրաշալի մարկանցով։ Ինչի՞ չէ, բայց հաջողությունը ո՞րն է, երջանկությունը ո՞րն է։ Նստեմ թախտին, սպասեմ բախտին։ Չէ, երջանկությունը հիմա է։ Երջանկությունը ձեր հետ է, ում հանդիպում ես, ում հետ խոսում ես, ամեն բանի մեջ պետք է տեսնես կյանքը, ամեն բանի մեջ պետք է վայելես երջանկությունը։ Ամեն։ Մենք այսօրվա երջանկությունը չենք վայելում, որ վաղը երջանիկ լինենք։ Գալիս է վաղը, սպասում ենք մյուս օրվանը։ Ինչի։ Այսօր է երջանկությունը, այսօր է հաջողությունը։ Հաջողությունը, որ արդեն աչքերդ բացել ես։ Ամեն։ Դրա համար ուզում եմ, որ շատ կարևոր այս քո ժամերն ու վայրկյանները, ուզում եմ շատ կարևոր ես քո մտածելակերպը ու բերանի խոսքերը։ Գիտես, ես հիշում եմ, երբ որ Յոնգիչոն եկավ Հայաստան, այնքան կարևորեցի այդ պահը, ինքը շատ պարզ ու հասարակ բաներ էր խոսում։ Ասում էր, սկսեք երազել մեծ բաներ ու հավատացեք դրան ու սպասեք դրան ու դա կլինի։ Հետո դրանից հետո եղավ բիզնեսմենների ծառայություն ու ես որոշեցի առաջի անգամ կյանքում մնամ բիզնեսմենների ծառայությանը։ Ու երբ որ գնացի 5 միլիոնատեր էին եկել ու ամեն մեկը երբ որ դուրս եկավ բեմ ու խոսում էր մի բանի համար, միկրոֆոնը վերցնում էր, ասում էր. Ես երբ որ եկա եկեղեցի միլիոնատեր չէի, բայց ես երազում էի, ես հավատում էի եւ սպասում էի եւ այսօր ամենամեծ գործարանի տերն եմ։ Ու ամեն մեկը նույն բանը վկայեցին։ Ոչ մի նոր բան, ինչ որ Յոնգիչոն քարոզում էր, ոչ մի ուրիշ արտառոց բան, ու զարմացա, ասում եմ, այ քեզի բան։ Պարզ հասարակ հավատք։ Պարզ հասարակ սխեմա տվեցին, ոնց կարելի է մարդ հարստանա, ոնց կարելի է մարդ իր երազանքին հասնի, բոլորը նույնն էին ասում։ Գոր բարերի ենք սպասում, բայց պարզության ու հասարակության մեջ ես տեսա այդ մարդկանց հավատքը։ Հիսուս Քրիստոսն էլ պարզ ու հասարակ էր խոսում։ Գիտես, երբեմն մենք մտածում ենք, արտասահմանից պետք է զանգեն մեզ միլիոններ կտակեն, որ մենք հարստանանք, բայց Աստված ուզում է հենց քեզ հարստացնի։ Աստված ուզում է քո միջոցով հրաշք անի, դու սպասում ես, վայ, եթե ես բժիշկը լիներ, ես միգուցե ինձ բժշկեր, ես բժիշկ առողջ կլինեի, բայց Աստված ուզում է քո հավատքի միջոցով քեզ բժշկի։ Ասում է, երբ ես ուժ կդարձնելու իմ խոսքերի վրա, երբ ես խոսքեր խոսելու քո կյանքի մեջ, որ քո կյանքը բժշկի։ Երբ ես սկսելու տեսնել այն ինչ որ ես արել եմ քո կյանքի մեջ խաչի վրա։ Ես կմեռնեմ այս հիվանդությունից, բայց Աստված ասում է, իմ վերքերով դու բժշկվեցիր։ Ես աղքատության մեջ կմեռնեմ, ոչ մի բանի էլ չեմ ասնի, Աստված ասում է, ես աղքատացա, որ դու հարուստ լինես։ Այս ինչ անեց կա եկե իմ ընտանիքի վրա, Աստված ասում է, ես անեց դարա, որ դու անեցքից ազատ լինես։ Այս ինչ կյանք ասում Աստված, ես եմ քո կյանքը եւ հավիտենությունը։
Ու մենք երբեմն չենք տեսնում այն ինչ որ Աստված արեց, բայց տեսնում ենք այն փոթորիկներն ու քամիները, որ գալիս են ու այսօր էլ եկել են քո կյանքի մեջ ու գոռում ես Հիսուս, Հիսուսը գնաց է քո նավակի մեջ։ Ու երբ որ արթնանում ես, գիտես ինչ է անում, ասում է պապանձվի է տալիքներին ու ծովերին ու պապանձվում է։ Ասում է միթե դու չէիր կարող ասեիր։ Միթե դու չէիր կարող ասեիր այդ քամիներին հանդարտվի։ Դադարեք։ Չէ որ քեզ տվել եմ արարչության զորությունը, չէ որ քեզ տվել եմ ուժ ու կարողություն արտաբերելու բառեր, որոնք կփոխեն քո իրավիճակը։ Դրանք քո բառերը չեն, դրանք Տիրոջ բառերն են։ Դրանք երկնքից եկած բառեր են, դրանք հավիտենական բառեր են։ Ինչի ենք մեր կյանքը անիծում, ինչի ենք անեծքի խոսքեր խոսում։ Ինչ ունես դրանով ուրախացի։ Սկսի գոհանալ են ինչ ունես կտեսնես ոնց կբազմանա։ 2 ձուկ 5 հացը, միտեղ 7 հացը բազմացան։ Ինչի քո են պուճուրը չես տեսնում։ Այսօր արթնացել ես արդեն օրհնի։ Սկսի լավ բաներ խոսալ քո կյանքի վրա։ Ասա այսօր օրհնված օր է։ Ես որ գալիս էի Եկատերինբուրգ մտա YouTube նայում եմ մենակ վատ բաներ ակցած։ Էսի սրան կրակեց, էսի սրան սպանեց, էնի նրան։ Ասում եմ այ մարդ, էս Եկատերինբուրգում մի լավ բան չկա։ Ոսի չեմ նայում, ես գնում եմ իմ խոստացված երկիրը, ես գնում եմ իմ Քանանի երկիրը ու Եկատերինբուրգը իմ համար իմ Քանանի երկիրն է, որովհետև ես տենց եմ հավատում եւ տենց եմ տրամադրվում։ 12 լրտեսները գնացին նույն բանը տեսան, 10 խոսացին մի բանի մասին, որ մենք չենք կարող մտնենք այդ երկիր, որովհետև մեզ այն զորավոր են ու մենք իրանց աշկի առաջին մորեխ ենք ու տենց եղավ 10-ը չմտան այդ երկիր։ 2 ասեցին մենք կմտնենք, որ Տերը մեզ խոստացել է ու մենք կունենանք, մենք կվերցնենք այդ երկիրը, իրանց խոսացածի պես ունեցան, 2-ը մտան խոստացված երկիր։ Ու ժառանգեցին այդ երկիրը։ Այդ երկիրը կաթու մեղր բխող երկիր էր։ Ինչ է քո աշխատանքը քո համար։ Այս ինչ աշխատանք է, թե կաթու մեղր բխող աշխատանք է։ Ինչ է քո կյանքը քո համար։ Միշտ դժգոհ, միշտ հիասթափացնում ես քո շրջապատի մարդկանց, թե կյանքով լցված ես, կյանքով լցնում ես քո շրջապատի մարդկանց։ Գիտես, ինձանից ու քեզանից շատ բան է կախված։ Ինչ եք մտածում։ 10-19 խոսքերում ասում է, որ դու սատանայի բոլոր զորությունները կողք կրտաս, կջախջախես ու քեզ ոչ մի բանը չի վնասի։ Այսօր սատանան չի կարող քեզ որևէ ձև հաղթի, քեզ հաղթում է ներսից։ Ասում է գերի կառնենք այն մտքերը, որ հպարտացած է Քրիստոսի դեմ։ Մտքերը ասում են դու չես հասնի ոչ մի բանի։ Ասա ես հաջողակ մարդ եմ, ես ամեն ինչ կարամ Հիսուս Քրիստոսով։ Մտքերը ասում են դու հիվանդ ես, դու ասա ես Քրիստոսի վերքերով բժշկված եմ։ Մտքերն ասում են դու մեռնում ես, դու ասա Քրիստոսը իմ կյանքն է եւ եկա որ ես կյանք ունենամ, մենել մի բան էլ ավելիով, սկսի հակառակը խոսալ, մտքեր ասում են քո մոտ չի ստացվում, սա իմ մոտ կստացվի ամեն բան Հիսուս Քրիստոսով։ Գիտես ես հաջողակ մարդ եմ, ես ուրախ մարդ եմ, ես կարող եմ ամեն բան հասնել իմ զորացնող Քրիստոսով։ Ամեն, սա շատ կարևոր է իմ ու քո համար, որ մենք կարողանանք հասկանանք, գիտակցենք ու դրա մեջ քայլենք։ Ինչ ենք մենք մտածում։ Ինչ բացասական մտքեր ենք արտաբերում կամ դրական մտքեր ենք մենք արտաբերում։ Ես միտեղ հարց տվեցին ինձ, եթե մարդը երազի մեջ մեղքագործ է, պետք է ապաշխարի, ու ասեցի ես այդ հարցին կպատասխանեմ, չէ, մտածեմ մենք հովվականն ենք Վրաստանում, ու երբ որ դուրս եկա աղոթելու, մի անգամից Աստված մի խոսք տվեց Աստվածաշնչից։ Երբ որ Աստվածաշունչս բացեցի, հենց այդ տեղն էր, որ Աստված ինձ պատասխանել էր, որ եթե մարդը երազի մեջ էլ մեղքագործ է, ինքը պետք է բանակից դուրս գա մինչև սրբվի։ Ո՞ա ասում եմ, մենք երազների վրա էլ ունենք պատասխանատվություն։ Պարզվում է մեր մտքերը, մեր երազները, ամեն բանը քննվում է, դրա համար Աստված ասեց, եթե անգամ մտքովդ մեկին ցանկացար մեղանչեցիր, Աստված մեր մտքերի մեջ է, այդ մտքերը դառնում են պտուղ, հետո պտուղը երբ որ ծնվում է, մահա ծնվում, թող այդ պտուղը կյանքի պտուղ լինի, երբ որ ծնվի, կյանք ծնվի, ինչ ես դու մտածում։ Այսօր ուզում եմ խոսամ, որ մեր ներսի մարդը սկսի վերափոխվել, մեր ներսի մարդը սկսի ուժեղանալ, մեր մտքերը փոխվեն Քրիստոսի միտքը ունենանք, չէ՞ որ Աստվածաշունչը ասում է, որ մենք Քրիստոսի միտքը ունենք։ Դրա համար էլ ասում է, երբ որ եղբորդ կասես մորոց, այսինքն անխելք կամ գիժ, գեհենին արժանի կլնես։ Այսինքն քո եղբայրը ունի Քրիստոսի միտքը, մի ասա իրան անխելք կամ գիժ։
Դրա համար ուզում եմ, որ մենք մեր մտքերը հավաքենք, տեսնենք ինչ ենք մենք մտածում, ինչի մասին ենք մտածում։ Եթե դու մտածում ես, որ դու հաջողակ մարդ ես, դու հաջողակ ես լինելու։ Եթե դու մտածում ես, որ դու հիվանդ մարդ ես, դու հիվանդ ես լինելու։ Եթե դու մտածում ես, բոլորը քեզանից փախնում են, բոլորը քեզանից փախնելու են։ Այսօր մենք ենք որոշում ինչ ձևի մարկանցով շրջապատված լինենք։ Երբ որ ես Երևանում քարոզում էի, ասեցի ամենալավ մարդիկ մեր եկեղեցում են Եկատերինբուրգի, հետո մարդիկ հովիվրիտան մոտեցավ, ասեց ինչ լավ ասեցի։ Իմ համարը տենց է։ Իմ համարը տենց է։ Դրա համար ուզում եմ, որ դու տեսնես իրավիճակները, Աստված ասեց թող լույս լինի, լույս եղավ, սկսի քո խավար իրավիճակների մեջ խոսալ լույս, սկսի խոսալ կյանք այնտեղ, որտեղ մեռել է, չորացել է, անապատ է դարը, քո բիզնեսի մեջ, քո ընտանիքի մեջ, քո երեխեքի կյանքի մեջ, քո առօրյայի մեջ, սկսի բաներ խոսալ, որ կփոխի քո իրավիճակը։ Այստեղ եք, թե այստեղ չեք։ Մի հատ փառք կտակ Աստծուն։ Գիտես ինձ ու քեզ Աստված ձեռքով կառուցեց, հա, հողից վերցրեց, փոշիից վերցրեց ու ձեռով շինեց ու ինչ արեց, փչեց մարդու մեջ, շունչ տվեց, կյանք տվեց ու երբ որ դու խոսում ես բաներ, քեզանից շունչ է դուրս գալի, կյանք է դուրս գալի, կենթանություն ես տալի քո մեռած երազանքներին, կենթանություն ես տալի քո իրավիճակներին, փոխվում է քո իրավիճակները, միգուցե կասես փորձել եմ, չի ստացվել, շարունակի, մի հանձնվի, Աբրահամը անհույս տեղը հույսով հավատաց, բոլորս ասեցինք ամեն։ Աբրահամը հույս չուներ ընդհանրապես, բայց հույսով հավատաց, որ փոխվելու է ամեն բան, որ իր երեխեն հարությունը առնելու, խոստում ունի իր երեխու նկատմամբ, իր երեխեն իր հետ մեծանալու է եւ ժառանգելու է եւ բազմանալու է, շատանալու է, ավազի հատիկների չափ առնելու, երկնքի աստղերի չափ լինելու, փոխվեց Աբրահամի իրավիճակը, դարավ հավատքի հայր։ Ինչ է խանգարում ինձ ու քեզ հավատալու համար։ Ինչ է խանգարում մենք դավանելու համար, չէ՞ որ մենք դավանությունով փրկվեցինք, մեր անունները գրվեց դավանությունով, այսօր ինչ ենք դադարել դավանել մեր կյանքում լավ բաներ։ Ես հիշում եմ 90-ական թվականներին, որ ապաշխարել էի, դավանությունը վերցրել էինք ու մարդիկ դավանում էին, այս տունը իմը լինի, այս մեքենան իմը լինի, այ ժողովուրդ ասում եմ, ուր եք ցանկանում ուրիշի ունեցվածքին։ Աստծո խոսքը ասում է՝ մի ցանկացեք։ Ասա ես էլ եմ ուզում sense տուն ունենամ, բայց մի մարդու ունեցվածքը ցանկացի։ Գիտես, ճիշտ դավանություններ անենք, Աստծո խոսքով անենք, Աստծո հոգով անենք, հա, տեսնեմ մեր կյանքը չի փոխվի։ Երբ որ ես եկաստե ոչ մի բան չունեի, ընդհանրապես ոչ մի բան չունեի, Աստված ամեն բան տվեց, ձեզ տվեց վերջը։ Գիտես, ուզում եմ, որ հասկանաք դրա կարևորությունը, քո ներսի մարդու վրա աշխատես, ամեն ինչից գոհ լինես, ամեն ինչ սկսես հոգու աչքերով տեսնել, ամեն ինչ կփոխվի քո կյանքում, սկսի գույներ տալ քո կյանքին։ Սկսի ծաղկացնել քո կյանքը, թող մռայլ չլինի։ Դրա համար Աստված շնչեց մարդու մեջ եւ մարդը կենդանի եղավ հոգով, հա, շնչով։ Սկսի քո իրավիճակների մեջ շունչ տալ, կյանք տալ, թող այդ իրավիճակները փոխվեն քո կյանքում եւ կենդանի հոգի դառնան։ Սկսի արարչության զորությունը ազատագրել իրավիճակների վրա։ Սկսի ճիշտ բաներ խոսել իրավիճակների վրա։ Դրա համար ուզում եմ, որ դու հասկանաս, որ Աստված քեզ մեծ զորություն ա տվել, Առակաց 18:20 շատ ճանաչված տեղ է, մարդից բերանի պտղից կկշտանա նրա փորը, այս ինչ կյանք ա դառնում, այս ինչ կյանք, գոնե մի քիչ ա դառնում, ինչ որ խոսում ես, դա էլ ունենում ես, ինչ որ ցանում ես մի ուրիշ խոսքերով ասած, դա էլ տեսնում ես հնձելուց, կարտոշկա ես ցանում, կարտոշկա ես հնձում, գարուխ ես ցանում, գարուխ ես հնձում, երեք վաղոն էր ինձ ասում։ Նա կկշտանա իր շրթունքների արդյունքիցը, մանն ու կյանքը լեզվի ձեռքին է, և նրան սիրողը կուտե նրանից։ Մանն ու կյանքը քո լեզվի վրա է, դու որոշի, որի պտղից ուտես, ինչ խոսած դա էլ կունենաս, ինչ ցանես դա էլ կհնձես։ Գիտես, երբեմն մեզի անիծում են, ասում ենք, հոյ անիծեցին, անեծքը մեզ կկպնի։ Գիտես, մենք վախեցանք ու անեծքը մեզ կպեց։ Գիտես ինչի, որովհետև հավատացինք մարդու բացասական խոսքերին։ Բայց ասում է իզուր անեծքը քեզ չի կպնի։ Ինչի չենք հավատում, որ Աստված ավելի մեծ է, քան Սատանան։ Ինչի չենք հավատում, որ Աստծո օրհնությունները ավելի մեծ են, քան անեծքները։ Ինչի չենք հավատում այն օրհնություններին, որ կանչում ենք մարդկանց ծնունդներին, աղոթում ենք, օրհնում ենք, կյանքերի մեջ օրհնում ենք, մանուկների համար աղոթում ենք, ամեն օր օրհնության խոսք ենք հռչակում։
Ինչի՞ չենք հավատում, որ Աստված բարեհաճեցնում է իր երեսը մեզ վրա եւ պայծառացնում է, խաղաղություն է տալի մեզ։ Ինչի՞ չենք մտածում, որ Աստված իրավիճակները ման գալի մեզ օրհնելու, թե շնչավոր, թե ֆիզիկապես, թե հոգևոր։ Ամեն վարքյան շահագրգռված է մեզ երջանկացնի։ Ինչի՞ չենք հավատում։ Եկեք հավատանք Տիրոջ զորությանը ու օրհնությանը ավելի, քան հավատում ենք բացասական բաներին։ Այդպես թե այդպես չի։ Գիտես, Աստծո խոսքը ասում է, երբ որ ձունը կամ անձրևը գալիս է, հետո հալում է, գնում է, բայց երկիրը ոռոգում է։ Երբ որ մեր բերանից խոսքերը դուրս են գալիս, մեր մարմինը ոռոգում են, մեր հոգին ոռոգում են, մեր շունչը ոռոգում են։ Երբ որ մենք աղոթք ենք անում, մեր բերանից խոսքեր է դուրս գալի, երբ որ մենք խոսք ենք կարդում, մեր բերանից խոսքեր է դուրս գալի, ամենը ոռոգում է մեզ, որ պտղաբեր լինենք, ոնց որ Աստված երկիրը ոռոգում է, որ երկիրը իր պտուղը իր ժամանակին տա, որ պտղաբեր լինի այս երկիրը իմ ու քո համար, որովհետև Աստված ասեց, թող ամեն պտղաբեր ծառի մեջ իր սերմը լինի։ Դեղց ես ուտում, դեղցի կուտը մեջ ենա, որ սերմա։ Ծիրան ես ուտում, ծիրանի կուտը իր մեջ է, որ սերմա։ Ոնց որ Աստված ասեց, ձև էլ եղավ, ու երբ որ օրհնեց, ստեղծեց մարդուն, ասեց բարի է, օրհնեց մարդուն, դու օրհնված մարդ ես, դու բարի մարդ ես։ Որովհետև Տերը քեզ ձև տեսավ, նախատեսեց, սահմանեց, կանչեց ու այսօր դու ստեղ ես։ Այսօր քեզ կրթում է, սովորացնում է, հաջողության բանալիները տալիս է ինձ ու քեզ։ Եկեք գործի դնենք։ Գաղատացիս 6:7 մի խաբվեք, Աստված ծաղր չի լինում, որովհետև ինչ որ մարդը սերման է, այն էլ կհնձե։ Այ մարդես ինչ անհաջողություն է։ Ցես ցանել ես, հիմա էլ հնձում ես։ Ասա ինչ հաջողված մարդ եմ։ Շարունակի ասել։ Տարիների ընթացքում մի հանձնվի, անհույս տեղը հույսով հավատա կտեսնես փոթորիկները ոնց են հանդարտվում։ Տեսնես Աստված Աբրահամին ասեց, ես քեզ կորտնեմ անապատի մեջ, Իսահակին էլ ասեց, երաշտա մի գնա, ես քեզ կորտնեմ, քո ջրորները կունենաս, ու այդպես էլ եղավ։ Այսօր Աստված էլ է քեզ ասում, փոխի քո իրավիճակները, սկսի քո ջրորները փորել։ Վայ, երկիրը գնալով ճգնաժամի մեջ է, վայ, ես ինչ վիճակ է, երկիրը գնալով սենց ա լինում, մնենց ա լինում, ինչ խոսք ունես Աստծուց, ում ես հավատում Աստծո խոսքին, թե լուրերին, ում ես տեսնում քո աչքի առաջ դրած, ինչ մտքեր ունես քո մեջում, էդ էլ կտեսնես։ Ամբողջ աշխարհի համար երաշտ էր, քո համար երաշտ չի լինի։ Սաղ աշխարհը, երբ որ կրիզիսը միլիոնատերները վերցրին իրանց սպանեցին, որ ամբողջ կյանքը իրանց ունեցվածքը վառեին, չէին էլ պրսնի իրանց կյանքի օրերը կհասներ 100 ու ավել, հələ իրանց ունեցան մարդիկ ռեալ միլիոնատերեր էին։ Մեկը պոեզի տակ իրան գցեց, մեկը շենքից գցեց, մեկը թույն խմեց մեռավ։ Միլիոնատերեր մեռան, որովհետև կրիզիսը, այդ կրիզիսի մեջ մենք Երևանում տուն առանք։ Սաղ աշխարհի համար կրիզիս էր, մեր համար օրհնություն էր։ Ոնց ենք մենք մտածում, ինչ ենք մտածում, ոնց ենք տեսնում։ Այս աշխարհը տեսնում է իր տեսողությամբ։ Մենք ում տեսողությամբ ենք տեսնում։ Քաղաբի Հեսուի թե մնացած 10 լրտեսների։ Վայ, վատ է լինել, ուրեմն վատ է լինելու քո համար։ Գնալը կփրկի, ուրեմն քեզ գնալը կփրկի։ Գնալն է չի փրկի, որովհետև դա քո ներսի իրավիճակն է։ Ուր գնաս ընդեղ էլ ես ասելու գնալը կփրկի։ Գիտես, հիշում եմ Հայաստանում բոլորը գործ ունեին, բոլորը գործ ունեին։ Բոլոր գործարանները աշխատում էին, ես այդ ժամանակ լյուքսում էի աշխատում, լյուքսի դիրեկտորը եկավ ասաց, «Խելք հավաքեք, Բոստանջանը»։ Ինչ եք անում, ինչ ցույց, ինչ բան, խելքները աշխատում եք, ձեր ընտանիքները կերակրում եք, գլուխներդ կախեք, աշխատեք ձեր ընտանիքները կերակրեք։ Չէ, սա գործ ունեին, ոչ մեկ չէր գնահատում այդ գործը, ասում էին ինչը, կորչի գործը։ Հաջորդ բառը ինչ էին ասում, նեգրերը թո աշխատեն։ Նեգրերը աշխատում են, սաղի վզին այսքան ցեպատը կինոներով նայում ես։ Հայերը սննկացան։ Հայաստանը դատարկվեց, մի հատ գործ որ ճարեին 10 հոգի կռիվ էին անում։ Ինչ էին հրճակում, ինչ ունեցան, ռելեն փակվեց, Նաիրիտը փակվեց, տանկի գործարանը փակվեց, էլ ինչ գործարաններ գիտեք որ մնաց, բոլորը փակվեցին։ Հացի գործարանը մի կերպ էր աշխատում, մենան մինչև առավոտ կռիվ էին կանում, որ մի հատ կամ երկու հատ հաց առնենք։ Էդ էինք ուզում։ Ինչ էինք խոսում, ինչ ունեցանք, ազգովի։ Այնքան կարևոր է, որ ինչ ենք ուզում ունենանք, էդ էլ խոսում ենք։ Ինչ ենք ուզում հնձենք, էդ էլ ցանում ենք։
Եկեք փոխենք մեր մտածելակերպը, եկեք փոխենք մեր իրավիճակը, ասում եմ, մի խաբեք, ասա ծաղր չի լինում։ Ինչ որ մարդը ցանում է, որովհետև ինչ որ մարդը սերմ է, այն էլ կհնձեր։ Իմ արմնի սերմողը մարմնից ապականություն կհնձի եւ հոգու մեջ սերմողը հոգուց հավիտենական կյանք կհնձի։ Եկեք հոգու խոսքով խոսենք։ Եկեք խոսանք այն, ինչը որ մեզ կյանք է տալիս։ Այդպես է, թե այդպես չի։ Իսկ ինչ է մեզ կյանք տալ։ Եկեք կարդանք Հովհաննես 1:1։ Սկզբում էր բանը, սկզբում էր խոսքը։ Խոսքը Աստծո մոտ էր եւ խոսքը Աստված էր։ Սա Հիսուսի մասին ասում։ Նա սկզբում Աստծո մոտ էր։ Ամեն ինչ որ եղավ, նրանով եղավ։ Առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Նրանով էր կյանքը եւ կյանքը մարդկանց լույս էր։ Լսեք, կյանքը այսօր Աստծո խոսքն է։ Եվ այսօր այդ խոսքը մեզ լուսավորում, մեր աչքերը բացում է, որ տեսնենք ոնց ճիշտ ապրենք, որ ոտներներս քարին չխփենք, կամ լույսը ինչ է, մեքենայի վրա լույսեր կա, ճիշտ է, եթե որ գիշերով երթևեկում ես, լույսը որ տեսնում է ճանապարհին փոս կա, ինչ անում մեքենան, փոսի վրով թռնում է։ Չէ, լույսը քեզ ցույց է տալի, որ շրջանցես։ Աստծո խոսքը քեզ ցույց է տալի, որ փորձությունը անցնես, անեծքը անցնես, անհաջողությունը անցնես։ Որպեսզի չընկնես այդ փոսի մեջ։ Նրանով էր կյանքը, եւ կյանքը մարդկանց լույս էր, եւ լույսը խավարում լույս է տալի, եւ խավարը չիմացավ նրան։ Գիտես, խավարը չիմացավ նրան։ Այսօր մեր ներսը խավար է, թե լույս է։ Այսօր ինչի մասին է մեր մտքերը։ Ինչ ենք ուզում տեսնել։ Ինչ ենք մենք մտածում։ Ոչ մի լավ բան չկա։ Ուրեմն քո համար ոչ մի լավ բան չկա։ Ոչ մի լավ բան չես տեսնի քո շուրջ բոլորը։ Փառք Աստծուն, ինչ է եղել։ Ուրեմն ամեն բան քո համար փառք Աստծուն, ինչ է եղել։ Ոնց տեսնես, ոնց խոսասը տենց էլ կունենաս։ Սկսի փոխել իրավիճակները։ Ես հիշում եմ Յոնգիչոն պատմում էր, որ իր այս մասին շատ է Յոնգիչոն խոսում, կարաք իրան լսեք, եթե ուզում եք այս քարոզը զարգացնեք, ինքը ամեն ժամանակ մենակ այս մասին էլ խոսում է։ Գիտեք, ասում եմ, մի կին եկավ կոկորտի ռակեր ու ինքը չէր կարողանում խոսար, հիմա պետք է դավանի, ոնց դավանի, որ մարդու ձայնալարերը կոկորտը ռակը կերել է, հա, ու ասում է, ես չգիտեի ինչ իրան ասեի, ասի մի հատ վերցրու հաստետր ու սկսի գրել, ես Քրիստոսի վերքերով բժշկված եմ։ Ասում է, բա հետո, ասում է, հետո երբ որ սաղ կգրես, կգաս իմ մոտ։ Ու ասում է, անցավ մեկ ամիս, մի ամիս հետո այդ քույրիկը եկավ ու ասում է, Տետերը խփեց սեղանից, ասեց, հովիվ ինչ որ պատվիրել էիր արեցի, դա Երևանում էր պատմում, ասում է, ես նայում եմ իրան, ասում եմ, բայց դու խոսում ես, ինքը ասում է, հա, բայց դու ինչ որ պատվիրել էիր, ես արեցի, այնքան տարված էր հանձնարարությունը կատարվելով, այնքան տարված էր իր մտքերը լցված էր, որ ես Քրիստոսի վերքերով բժշկված եմ, որ ինքը արդեն բժշկվել է, սկսել է խոսալ, ինքը չի էլ հասկացել, որ արդեն խոսում է։ Եկել ասում է հանձնարարությունը կատարեցի։ Գիտես, մարդու ձայնալարերը քաշված է, բայց իր միտքը աշխատում է եւ իր հրաշքը ինքը ունենում է իր կյանքի մեջ։ Ինչ ենք մենք մտածում, էդ էլ կունենանք։ Ինչ ենք ուզում տեսնել, էդ էլ կտեսնենք։ Ամեն։ Դրա համար եկեք այս խոսքերը ուժեղ խոսքեր է, հասկանանք, կարևորենք, ունենանք։ Եվ լույսը խավարում լույս է տալի, եւ խավարը չիմացավ նրան։ Դժբախտությունը չիմացա ինչ բան է։ Անհաջողությունը չիմացա ինչ բան է։ Սկսի քո կյանքի մեջ փոխել իրավիճակները։ Աշխարհքում էր եւ աշխարհքը նրանով եղավ եւ աշխարհքը նրան չճանաչեց։ Հիսուսը ստեղծեց այս աշխարհը եկավ ու աշխարհքը իրան չճանաչեց։ Պատկերացնում ես, աշխարհքը իրան չընդունեց։ Նկատել եք, աշխարհքը Աստծո խոսքը չի ընդունում։ Ասում են Հիսուսը գժվել է։ Պողոս առաքյալ ասում է, եթե ես գիժ եմ, հա, то Աստծո համար եմ գիշ։ Եթե Աստծո խենթն եմ, Աստծո խենթն եմ, ձեր համար չէ։ Բայց Աստծո խենթը, Աստծո տկարը, Աստծո պուճուրը այս աշխարհի իմաստությունից իմաստունա, այս աշխարհի զորավորից է զորավորա։ Ես միշտ ասում եմ, Նոյան տապանի մեջի մրջյունը ավելի մեծն էր, քան ֆիղերը, մամոնտները, որ մնացին ջրի մեջ։ 14 խոսքը, եւ բանը մարմին եղավ եւ բնակվեցավ մեր մեջ։ Եվ բանը խոսքը մարմին դառավ։ Այսօր ուզում եմ այդ Աստծո խոսքը քո մեջ մարմին դառնա եւ բնակվի քո մեջ։ Թող կենթանանա, թող Աստված իր ձեռներով կառուցի այդ խոսքը, թող այդ խոսքը քո համար իրական դառնա։ Եվ նրա փառքը տեսանք, ինչպես հորից միածին, փառքի շնորհքի ճշմարտությունով լիքը։ Թող այդ մարմինը
տեսնենք որպես հորից միածին այդ խոսքը, որ մեր մեջ մարմին է դառնում, տեսնենք Տիրոջ փառքը այդ խոսքի մեջ, այդ իրավիճակի մեջ, ոնց որ մտածենք, ոնց որ պատկերացնենք, այտենց էլ կտեսնենք, այտենց էլ կունենանք, գիտես։ Աստված պատրաստել է ավելին, ասում է այն ինչ որ աշկ չի տեսե, այն ինչ որ ականջ չի լսե, ես պատրաստել եմ ինձ սիրողների համար։ Աստված ունի մեծ ծրագրեր, նպատակներ ու երբ որ երկինք գնաս, Աստված կասի, այս ամեն ինչը քո համար էր։ Բայց ոչ մի բանից չօգտվեցիր։ Ոնց որ այն անառակ որդու մեջի մեծ եղբայրը։ Ասում է, այսքան վաղ քո տանն եմ ինձ բան չտվեցիր։ Ասում է, այս աղքոնն էր, ուզեիր, վերցնեիր։ Պատկերացնում ես։ Ի՞նչն է խանգարում մեզ։ Մեր սխալ ու հին մտածելակերպը։ Եկեք աշխատենք, գերի վերցնենք այն մտքերը, որ Տիրոջը չի փառավորում։ Գերի վերցնենք այն մտքերը, որ Աստծո կամքով չի։ Բացասական է, դրական չի։ Հա, փոխենք մեր կյանքի իրավիճակները, հա։ Որովհետև Աստված մահացավ, որ ես ու դու կյանք ունենք։ Եբրայեցիս 11:1 Հավատն էլ հուսացած բաների հաստատությունն է, չերևացած բաների ապացույցը։ Հեշտ է, երբ որ ամեն ինչ լավ է, մեծ խոսալ։ Հենց դժվարությունը գալիս է, հենց այդ ժամանակ է պետք խոսալ։ Հենց դժվարությունը գալիս է, այդ ժամանակ է պետք փոխել իրավիճակները։ Սկսի ուրիշ ձև տեսնել։ Ասում է, հավատն էլ հուսացած բաների հաստատությունն է։ Այսօր սենց է, ես հույս ունեմ, այսօրվա օրվա վերջ ես իրավիճակը կփոխվի։ Դու հավատում ես, որ կփոխվի։ Դու հույս ունես, որ կփոխնի։ Հույսը չի ամաչացնում։ Ու դու խոսում ես բաներ քո կյանքի մեջ, որ փոխվի իրավիճակները։ Եվ չերևացած բաների ապացույցն է։ Ու այդ չերևացած բաները դառնում է երևացող։ Բիզնեսս վատ է, վատ կլինի։ Այդ չերևացած բաները պետք է լավ դառնան։ Ապացույցը պետք է տեսնես։ Սկսի փոխել քո ներսում։ Նորից եմ կարդում. հավատն էլ հուսացած բաների հաստատությունն է եւ չերևացած բաների ապացույցը։ Երբ որ իրավիճակները ուզում ես փոխվես, խոսի այդ իրավիճակների մեջ հավատքով։ Հիսուսն ասեց, եթե Սարին ասես հելինգի, ջուրը քելնի կընկնի։ Եթե սրտիդ մեջ չերկմտես, եթե հավատաս, թզենին անիծեց, թուզը չորացավ։ Սկսի լավ բաներ խոսալ, լավ բաներ կլինի։ Սկսի քո սարերին խոսալ, քո փոթորիկներին խոսալ, կտեսնես ոնց է փոխվում իրավիճակները։ Անեց քեզ խոսում, հետո էլ ասում ես խի չորացավ։ Որովհետև ասիր անիծված լինես, որովհետև ասի սաղ չորանում է ինչին ձեռ եմ գցում։ Այտենց էլ լինելու է։ Որովհետև երկրորդ խոսքը նրանով առաջինները վկայություն ընդունեցին, հավատքով ենք իմանում, որ աշխարհները Աստծո խոսքով հաստատվեցան, որ չերևացածները այն տեսնվողների պես եղան, չէ, եղածի պես են։ Գիտես, մենք հավատում ենք, չէ, որ Աստծո խոսքով երկինքն ու երկիրը արարվեց, բայց չենք տեսել, բայց հավատում ենք։ Այսօր էլ ինչի չենք հավատում, մեր կյանքերի մեջ խոսանք բաներ, որ տեսնենք։ Այսօր տեսնում ենք երկիրը, երկինքը, լուսատուները, ծառները, պտղաբեր, կենդանական աշխարհը, բուսական աշխարհը, ամեն բան տեսնում ենք, որ Աստված տվեց մեր ձեռքերի մեջ։ Ասեց, կերեք, խմեք, վայելեք, ապրեք դրախտում, ինչպես դրախտում։ Եկեք ապրենք ինչպես դրախտում։ Եկեք այս երկիրը դրախտ սարքենք։ Ամեն Սկսենք մեր իրավիճակից, մեր պուճուրիկ քոտեջից, եկեք սկսենք։ Եկեք դրախտ սարքենք։ Աստված տվեց մարդուն, ասեց արարի, ստեղծի, ես մի պուճուր դրախտը տվել եմ քեզ, որպես օրինակ, ամբողջ երկրագունդը դրախտ սարքի։ Ես մի պուճուր ընտանիքը տվել եմ քեզ, դրախտ սարքի։ Ամեն, ես կինը տվել եմ դրախտ սարքի, ես ամուսինը տվել եմ դրախտ սարքի, ես մի սեյնականոց բնակարան տվել եմ դրախտ սարքի։ Մեծացրու, շատացրու, զորացրու, լցրու։ Սկսենք այդ պուճուրից, սկսենք այն քչից, երկու ձկից։ Ամեն։ Այնքան երբեմն քիչ է պետք մեզ դրախտ սարքելու համար։ Մի հատ քաղցր խոսք, երեխեքին մի հատ չուպաչուպս։ Երեխեն չի մտածում, քնեմ հելնեմ չուպաչուպսների գործարանը իմը դառնա։ Տենաս ոնց կլինի։ Իրա հեչ պետք կնել չի, դու փող ունես, չունես, ասում է չուպաչուպ եմ ուզում, վերջ։ Հիմա խի է մեր պետքը, խի ենք անհանգստանում, բա վաղ ինչ ենք հագնելու, վաղ ինչ ենք ուտելու, բայց որ գործերը գնալով երկիրը վատանում է, վաղը մեր գործերը ոնց է լինելու։
Այ մարդ քնի հանգստացի, վաղվա չուպաչուպսը վաղ Աստված կտա։ Իր մանանան իր հետևից կգա։ Հա, դժվարություն չէր անապատի մեջ։ Երկնքից հաց էր թափում։ Պատկերացնում եք, սովորել էին այդ հացին։ Արդեն հացից դժգոհ էին։ Մի հատ միս ենք ուզում, մեկ էլ ծտերն եկան։ Ջուր ենք ուզում, ժայռը ջուր տվեց։ Շոք հա, ամպ Աստված եկավ։ Ցուրտա կրակի սունը եկավ։ Վայ, Եգիպտոսը հետևներիցս փարավոնը հասնում է դեմնել ծովնա, բայց ոնց է լինելու ծովը բացվեց։ Բայց դժվարության մեջ են քրաշները տենում։ Դժվարության մեջ է քո հավատքը երևում։ Դժվարության մեջ է քո հույսը երևում։ Ինչքանով ենք հավատում Տիրոջ խոսքին։ Ինչքանով ենք վստահում։ Փառք Հիսուսին։ Դրա համար ուզում եմ, որ հասկանաք խոսքի կարևորությունն ու զորությունը։ Գիտեք, Հիսուսը խոսքով փոխում էր իրավիճակները։ Հիսուսը խոսքով հանում էր դևերը։ Մենք ինչով ենք հանում։ Ծեծելով թե խոսքով։ Խոսքով։ Դրա համար ուզում եմ, որ մենք հասկանանք դրա կարևորությունը, որ Աստված մեզ իրապես է ստեղծել, ու մեր խոսքը ունի զորություն, ժողովուրդ։ Մենք մեր խոսքը ճիշտ օգտագործենք, դա զենք է անօրենի դեմ, եւ դա օրհնություն է քո դեմ։ Խոսքը ասում է, մոտեցեք Աստծուն, հակառակվեք սատանային եւ նա ձեզանից կփախչի։ Գիտես, մենք մոռանում ենք մոտենանք Աստծուն, ոնց ենք մոտենում Աստծուն, Աստծո խոսքի մեջ, կարդալով, հաղոթելով, չէ՞։ Ու մենք ուզում ենք մեր ուժով կռվենք սատանայի հետ, հետո ասում ենք, բախի ասենց։ Որովհետև Տիրոջ խոսքը չես հռչակում, որովհետև Տիրոջ մեջ չես, որովհետև Տերը քո կյանքում չկա, քո կյանքում ծանոթներն են, հնարավորություններն են, լուրերն են, չէ, փոխի քո կյանքի իրավիճակը։ Դրա համար բայց ուզում եմ, որ հասկանաս, իհարկե մենք ամեն բան անում ենք Աստծո օգնությունով, ամեն բան։ Մեր կյանքում պատահական ոչ մի բան չի լինում։ Մարդիկ ասում են ճակատագիր է, դա էլ ես դու որոշում։ Երբ որ Կայենը ուզում էր սպանել Աբելին, Աստված եկավ ասեց, մեղքը դրանդ առաջ է, մի արա։ Իշխի դրա վրա։ Մենք ենք որոշում։ Ոնց ապրենք։ Մենք ենք որոշում, մեր կողքիններին ցավացնենք, թե երջանկացնենք։ Մենք ենք որոշում, օրհնություն լինենք, թե անեծք լինենք։ Քո ճակատագիրը դու ես Աստծո խոսքով։ Դու ես որոշում, հա։ Դրա համար այստեղը գրել եմ քո համար Ֆիլիպեցիս 1:6 եւ հաստատ համոզված եմ սրանում, թե նա որ ձեզանում սկսեց այս բարի գործը, Աստված բարի է, Աստված բարի գործ է սկսեց ձեզանում, հա, կկատարել մինչև Հիսուս Քրիստոսի օրը։ Մինչև Հիսուս Քրիստոսի գալը, այն ինչքան երկրի վրա պետք է ապրես, այն ինչքան Աստված գիտի քո կյանքը բարի է տրամադրված, նպատակ ունի բարի անել քո կյանքի մեջ։ Մենք պետք է թույլ տանք, որ Աստված դրսևորվի։ Գիտես, ես մտածում եմ, ինչքան կույրեր կային, ինչքան կաղեր կային, ինչքան բորոտներ կային Հիսուսի ժամանակը, բայց բժշկվում էին նրանք, ովքեր մոտենում էին, ու Հիսուսը գիտեր իրանց ուզած, ասում էր, ինչ ես ուզում։ Մարդիկ ասում էին խոսքեր, ուզում եմ տեսնեմ։ Հիսուս ասում էր, Տեր, ուզում եմ բժշկվեմ, ասում էր, բժշկվի։ Ուզում եմ մաքրվեմ, մաքրվի։ Գիտես, այսօր էլ Հիսուսը հարց է տալի, ինչ ես ուզում։ Ինչ ենք մենք ասում։ Որ 50 բալ երկրաշարժներ ես, երկիրը քանդվեր, մեռներ։ Մի հատ էլ ասում է, բա ինչ եք այտենց ուզում, ասում է, լավ եմ անում։ Հիմա այդ մարդիկ էդ են ուզում, բա մենք ինչ ենք ուզում։ Ասում է, անօրենների շատությունով քաղաքը կկործանվի։ Անօրեն խոսքեր, սխալ հռչակումներ, բայց արդարների, հա, օրհնությունով քաղաքը կկառուցվի։ Արդարների օրհնում, մենք ինչ ենք խոսում։ Մեր քաղաքները օրհնում ենք, որ օրհնված լինի։ Մեր երկրները օրհնում ենք, որ օրհնված լինի։ Մեր ընտանիքները օրհնում ենք, որ օրհնված լինի։ Մեր երեխաներին օրհնում ենք, որ օրհնված լինի։ Մեր ապագան օրհնում ենք, որ օրհնված լինի։ Եկեք փոխենք իրավիճակները։ Եկեք մեր շուրջ բոլորը փոխենք։ Մեր կյանքը փոխենք։ Եկեք սկսենք դա մեզանից, մեր ներսի մարդուց։
Սկսենք լավ տրամադրվել ինքներս մեզ, սկսենք լավ մտածել ինքներս մեր մասին, սկսենք լավը ցանկանալ ինքներս մեզ։ Ես ասիրություն չեմ սիրում, ժողովուրդ, սովորացնում։ Աստծո խոսքը ասում է, սիրի քո ընկերոջը քո անձի պես, եթե քեզ սիրես, իրան է կսիրես։ Ամեն։ Եթե ասում ես ինչ վատ մարդ է, ուրեմն կողքին вообще կասես ինչ վատ մարդ է։ Կանգնի ոտքերիդ վրա։ Ես չգիտեմ քո իրավիճակը, ես չգիտեմ քո միտքը, բայց Աստված գիտի։ Ուզում եմ այդ փոթերիկները այսօր հանդարտացնես։ Ուզում եմ այդ ժայռերին խոսաս, որ տեղափոխվի։ Մի անգամից մի վարքանում հիշում եմ մեր Սակոյի երեխեն աշկերը փակել էր, աղոթել էր ու հետո բացել էր, ասում է ուր Աստված տվեց, յաշիկ Մերսեդես էր ուզում։ Գիտես, խոսա քո իրավիճակների մեջ ու կտեսնես ժամանակի ընթացքում ոնց է փոխվում քո մտածելակերպը, քո հոգին ու դու։